դու իզուր չեկար։ Սար ճիշտ էր, որ դուք երկուսով գնայիք։ Ոչ, ճիշտ չէ, պիտի գայիր, չես պատկերացնի ինչ սիրուն այգի էր։ Որտեղ, հա, Սար։ Մի օր միասին անպայման կգնանք։ Լավ։ Այնքան սիրուն էր, այնքան հետաքրքիր էր, գիտես, չգիտեմ ինչից է, բայց ամեն ինչ ուրիշ ձև եմ ընկալում։ Ամեն ինչ հետաքրքիր է, ամեն ինչ սիրուն է։ Կարող է նրանից է, որ հոգիս ուրախ է։ Կամ էլ ուղղակի։ Չէ, ճիշտ է։ Երբ մարդու հոգին ուրախ է լինում, ամեն լավ բան նկատում է։ Երևի։ Լավ, Սար ջան, սուրճը արագ խմենք, ես գնամ, չեմ ուզում առաջին օրը ուշանամ։ Ես հիշեցիր, որ պտի զանգես։ Հա, շեֆ ջան, բայց այդ աղվեսը փախել է։ Այդ տեքստը դու ինձ երեկել ես ասը։ Դու հիմա որ զանգել ես նորություն ունես, թե չէ։ Դե հա, ունեմ։ Ու Արսենի տղերքներ են ընկած դրան մանգալի։ Արա դու լրիվ բայգուշ ես։ Արավոտ բարլուսով զանգ ես տվե, որ իմ ներվերը քայքայես։ Քթի դրաները, քթի թաղի, որ ես հանգիստ ապրեմ։ Կլինի շեֆ ջան, էդ էլ անում եմ։ Ուրեմն վատ ես անում։ Գնա արագ արա։ Շեֆ ջան, բան չեմ ուզում լսեմ։ Գործ արա էլի։ իր աղջիկը իր կայֆերով կայֆավատ լինի, թուք հումորն էլ ես ուտեմ։ Ված չի։ Ես նոր ես տուն գալիս, հա? Չես հասկանում, որ չի կարելի։ Անցել ես 5 կյանքիդ? Մոռանում ես, որ կին ունես, կնեղվի։ Թող նեղվի, մամ ջան։ Դա իր պրոբլեմն է։ Վայ Արսեն, Արսեն։ Մամ ջան, կարամ մի բան խնդրեմ քեզ։ Ասա։ Կլինի իմ ու Ձինայի հարցերին չխառնվես։ Շատ եմ խնդրում։ Կլինի։ Հա, կլինի։ Արսեն։ Արսեն։ Ամբողջ գիշեր տուն չեկար։ Արսեն։ Ինչ ես ուզում, Ձինա։ Ինչ ես արել։ Ուր էիր ամբողջ գիշեր։ Այդ քո գործը չի։ Ես չեմ գնացել Հայկի մոտ, Արսեն։ Չեմ գնացել։ Ինչ կապ ունի գնացել ես թե չէ։ Մտքովդ անցել է, որ կարաս գնաս։ Անցել է այն, ինչ չպիտի անցներ։ Եթե խոսքը ինձ վերաբերվեր, երբեք։ Արսեն, լսում ես, երբեք անգամ մտքովս չէր անցնի գնալ։ Բայց խոսքը Լյուսիին է վերաբերվում։ Ես պարտավոր էի։ Հիմա ինչ էլ ասես, քեզ չի արդարացնի։ Ես քեզ արդեն մի անգամ զգուշացրել եմ, որ ես դավաճաներին չեմ ներում։ Իսկ երեք դու մեռար իմ համար։ Ես քեզ չեմ դավաճանել։ Մտքովս էլ անգամ չի անցել, Արսեն։
Ես հարգում եմ քեզ ու համակերպվել եմ այն մտքեդ, որ դու ես իմ ամուսինը։ Ու ոչ էլ փորձում եմ որևէ բան փոխել։ Կարա է լինեի ամուսինդ, բայց դու հիմա մեռած ես իմ համար։ Եթե այսքան ժամանակ ուզում էի, որ մոռանայիր դրան, ճանաչեիր ինձ, հիմա իմ համար մեկը, ափսոս Ձինա, որովհետև սրանից հետո քո համար կսկսվի իսկական դժոխքը։ Չէ, Արսեն, խնդրում եմ։ Չեմ ուզում, որ այդպես լինի։ Ուշա, կամ բաներ, որ չեն ներվում։ Ալո, Այ հիմա բարի լույս։ բարի լույս։ Ինչ ես այսքան շուտ արթնացել։ Ես սովոր եմ վաղ արթնանալ։ Ես էլ վախենում էի քեզ արթնացնեմ։ Ես էլ քեզ։ Շատ իզուր։ Որովհետև իրականում շատ կուզենամ, որ ամեն առավոտ շուտ դու ինձ արթնացնես։ Լսի, Սար, շատ կարևոր որոշում եմ կայացրել։ Ինչ որոշում։ Այսօր քեզ բերելու եմ մեր տուն, ծնողներիս ու ընտանիքիս հետ ծանոթացնելու։ Այսօր ձեր տուն։ Հա, այսօր ու մեր տուն։ Ինչի դու ուրիշ պլաններ ունես։ Չէ, ուղղակի անակնկալի եկա։ Բայց ինչի։ Դե Արման, բայց ես ախր չգիտեմ, ես ձերոնց չեմ ճանաչում։ Ինչ պիտի ասեմ, ոնց ինձ պիտի պահեմ։ Սարա, մի հատ հանգստացի։ Կգաս կճանաչես։ Նպատակը հենց դա է, որ իրար ճանաչեք։ Իսկ չի լինի մի ուրիշ օր։ Ինչ որ խանգարող հանգամանք կա, Սար։ Չէ։ Ուղղակի ես պիտի տրամադրվեմ։ Որ գամ կտրամադրվես։ Որ գաս, գուցե։ Լավ, մի ժամից կլինեմ։ Դա ուրեմն սպասում եմ։ Առայժմ։ Առայժմ։ Ես երկար ժամանակ եմ կողքի տեղել ու չեմ պատրաստվում քեզ այդքան հեշտ ու հանգիստ նվիրել։ Չէ, Արման, ես երկար եմ քեզ սպասել ու հիմա հաստատ չեմ կորցնի։ Երբեք։ Բարի լույս, մամ ջան։ Բարի լույս տղես։ Քեզ որ տեսնում եմ ուզում եմ մի հարց տալ, գիտես։ Ինչ։ Հոբան չի պատահել, որ տուն ես եկել, Արման ջան։ Լավ էլի այ մամ։ Լավ էլին որն է, չի կարելի չէ տենց։ Մամուլ։ Իմ սիրուն ու պուպուշ մամուլ։ Հա։ Այսօր շատ կարևոր օր է ինձ համար։
Որովհետև ուզում եմ մեր տուն հրավիրեմ ինձ շատ թանկ ու կարևոր մարդու։ Լուրջ ես ասում։ Հրավիրի։ Բայց չգիտեմ, արժի տուն հրավիրեմ, թե դուրս գանք ինչ-որ միտեղ գնանք։ Գիտես, եթե այդ մարդը քեզ համար թանկ ու կարևոր, բնականաբար տուն պիտի հրավիրես, որովհետև դուրսը մի քիչ ավելի պաշտոնական բնույթ է կրում, հա։ Հա, էդ էլ կա, ճիշտ ես ասում։ Ուղղակի չի ուզում տիկին Հլիզային շատ նեղություն տայի։ Մտածում ես, հա, իմ մասին։ Շատ։ Լավ, զանգեմ հորդ ասեմ, որ այսօր շուտ տուն գա։ Դու էլ Արսենին ասա, որ երեկոյան շուտ հավաքվեն։ Կզանգեմ։ Սուրճ դնեմ։ Մամ, անկեղծ չեմ ուզում, շատ չես տեղանա, չէ՞ որ չխմեմ։ Ես գնամ լողանամ ու վազեմ։ Վազի։ Այդ վազելը քեզ մոտ լավ է ստացվում։ Անցար։ Գնա։ Պարոն Դավթյան, կարելի է։ Հա, լսում եմ տղա ջան։ Ես հաշվապահական հաշվետվությունն եմ բերել։ Արդեն ավարտել ես։ Այո։ Ապրես։ Դե դիր սեղանին, հետո կնայեմ։ Ես նաև ձեր մեյլին եմ ուղարկել։ Հա։ Շատ լավ ես արել, ապրես։ Ուրիշ։ Կարող եմ մի բան ասել։ Ասա տղա ջան։ Ես նայում էի գործարանի հաշիվները ու տեսա, որ այնտեղ մի քանի հաշվապահական սխալ կար։ Հա։ Դու գլխավոր հաշվապահ ես։ Դու էլ ուղի, ինչ ես ինձ ասում։ Լավ։ Իսկ ինչ սխալ էր։ Դե այնտեղ որոշ թվեր կային դզված, փչված, այսինքն որոշ գնումներ չէին համապատասխանում նշված թվերին։ Դրա մասին մենք տեղյակ ենք, Արսենը նույնպես։ Ես այդպես էլ Արսենին չտեսա։ Կտեսնես, դեռ կտեսնես։ Ձին։ Արսենն է։ Ներս արի։ Բարի լույս։ Բարի լույս։ Կարանք խոսանք։ Հա, իհարկե, կարանք։ Ճիշտ է զարմացա, բայց արի նստի։ Բան է եղել։ Հա, եղել է։ Հենց դրա մասին ուզում եմ հետդ խոսամ։ Ինչի մասին խոսենք, Արս։ Այս կողմ են կողմ չեմ մնում։ Ես գիտեմ, որ քո կյանքում մեկը կա։ Ու ո՞նց ես իմացել։ Ինչ կարևոր է։ Ես գիտեմ, որ մեկը կա ու չհամարձակվես ասես չէ։ Հա, Արս, կա։ Բայց մենք ընդհանրապես հանդիպում ենք, ուրիշ ոչինչ չկա։ Ուրեմն լսի քույրիկ ջան։ Ինձ ասում ես, որտեղ կարամ այդ գյադուն գտնեմ։ Ինքը հիմա ստեղ չի, գործուղման է։ Քո հայկը կապիկ է։ Ոչ մի տեղ չի գնացել։ Ու այդ ասում է քո աղբերը։ Ես չեմ ուզում, որ դրա հետ դու շփվես։ Էդ ինչի տենց։ Հայկը շատ լավ մարդ է։ Նորմալ տղա է։ Ես ասեցի։ Ես չեմ ուզում, որ դրա հետ շփվես։ Ես գիտեմ ինքը ով է։ Հա, բայց եթե ասում ես, որ չպիտի շփվեմ, գոնե պիտի իմանամ, չէ՞, ինչի համար։ Պատճառը ասա։ Եթե նորմալ մարդ լիներ, ես կթողեի իր հետ շփվես։ Բայց ես կյանքում թույլ չեմ տամ ինչ-որ մեկը իմ քրոջը նեղացնի։ Բայց ինչի՞ց վերցրիր, Արս։ Տենց բան չկա։ Հայկը իմ հանդեպ շատ նորմալ է իրան պահում։ Ու երկրորդ ես էլ փոքր չեմ, ես կարող եմ ինքս ինձ պաշտպանել։ Երբ որ սիրտդ կոտրեմ, այդ ժամանակ հաստատ չես կարա քեզ պաշտպանես։ Ու ես չեմ ուզենա, որ դու կոտրվես։ Ես ոչ մի բան չեմ հասկանում, Արս։ Կբացատրես։ Կբացատրեմ։ Այդ քո հայկը Ձինայի ուզող տղեն է եղել։ Ինչ։ Հա։ Ու չի մարսել, որ Ձինան իր հետ չի ամուսնացել։ Հիմա հասկանում ես ինչ եմ ասում։ Մի րոպե։ Հայկը որտեղից պիտի իմանար, որ ես ու Ձինան կապ ունենք իրար հետ։ Ես ու Հայկը լրիվ պատահական ենք ծանոթացել։ Եթե մարդ ուզում է մի բան իմանա, իմանում է։ Իմանալը դժվար չի։ Պիտի չթողնես իր ուզածին հասնել։ Հասկացանք իրար։ Ես դրանք ասեմ, եք ես չզանգի։
Տեսնես ինչ ա եղել։ Ինչ ա կատարվում։ Գտակ դրան։ Չէ, մտել է գետնի տակ։ Ինձ հետաքրքիր չի ուր ա մտել էդի, գտեք դրան։ Կգտնենք։ Արագի մեջ, չեմ ուզում որ մի րոպե ավել ապրի։ Կյանքումս մարդ չեմ սպանել, բայց էդի կպել ա իմ սրբություններին։ Էդի չի մարսելու։ Կգտնենք։ Ալեքսը նստել է դրան գերոշ պոչին։ Ես էլ մորն եմ հետևում։ Ոնց է չլի մի սխալ թույլ կտան։ Ու տենց կելենք դրանց հետքին։ Դավո, այդ ամեն ինչը պետք է արագ անել։ Եղավ։ Արսեն։ Ես քեզ չեմ լսում։ Ու չեմ էլ ուզում լսել։ Հելար։ Խնդրում եմ, լսի ինձ։ Ասեցի հելար։ Մեռելները ընդհանրապես չեն խոսում։ Տաթև։ Հա, Սարջան։ Հարմար է խոսել։ Ինչ ա եղել, Սար, հո բան չի եղել։ Արման ուզում է ինձ այսօր իրենց տուն տանի։ Հա, շատ լավ է։ Տաթև վաղից ու անհանգստությունից ոտքերս ու ձեռքերս սառել են։ Սար, վերջ տուր։ Բա որ հանկարծ ինձ չհավանեն։ Բա որ չընդունեն։ Կարևորը Արմանն է քեզ հավանում, Սար։ Տաթև ինչ հագնեմ։ Չգիտեմ, Սար, ինչ էլ հագնես սիրուն կլինի։ Ախր Արմանի տնեցիկը ուրիշ մարդիկ են։ Վախենում եմ հանկարծ ինձ չընդունեն։ Կընդունեն։ Լավ, Տաթև, Արմանը եկավ, հետո քեզ կզանգեմ էլի։ Բարելույս։ Բարելույս։
Գիշերն այնքան երկար էր առանց քեզ։ Ինչ է եղել, ինչ ես մի տեսակ։ Ես ահա որ անհանգիստ եմ, կորցրել եմ ինձ, վախենում եմ, չգիտեմ։ Շատ իզուր։ Արման, բավար մամատ ինձ չսիրի ու ձերանք չընդունեն։ Հանգիստ եղի, մերոնք քեզ կընդունեն, մաման քեզ շատ կսիրի, իսկ գիտես ինչի, որովհետև քեզ չսիրել անհնար է։ Գիտես, նենց կոֆե եմ ուզում խմեմ, կտաս ինձ կոֆե։ Անպայման։ Спасибо։ Չես ուզում սենյակիցդ դուրս գաս, Լուսի։ Այսօր Արմանի ընկերուհուն եմ հրավիրել, հազարատ գործ կա անելու, աղջիկ ջան։ Գնա հարսիդ ասա։ Հարսին էլ կասեմ։ Իսկ դու վեր կաց, ուղղակի Արսենը նոր ա տուն եկել, անհարմար եմ զգում իրանց սենյակ մտնեմ։ Արսենը այդ սենյակում չի քնում։ Այսինքն, դու ինչ գիտես։ Գնա տես։ Ես կտեսնեմ, իսկ դու վեր կաց, արագացրու։ Հայկը այդպիսին չի։ Այդպիսին չի։ Ինչ է եղել, Լուսի, ինչի չես վեկալում հեռախոսը։ Վրշո, Ոնց ես ախպերս։ Նորմալ է ամեն ինչ մոտդ։ չգիտեմ։ Լուսիի հետ էի խոսում, կապն ընդհատվեց։ Հա կարող է զարյատկին անստե։ Չէ, տանն էր, կարար զարյատկի դներ։ Այստեղ մի բան այն չի։ Դե հիմա 1000 բան կարա եղած լինի։ Կզանգի հետ էլի։ Դու հիմա ինձ ասա ինչ ա պետք քեզ, ինչ ուղարկեմ։ Ոչ մի բան։ Ամեն ինչ կա, գիտես ինչ էի մտածում։ Դու ավելի լավ է չմտածես ոչ մի բան։ Դու որ սկսում ես մտածել, վտանգավոր բաներ ա ստացվում մեզ մոտ։ Ինչ իմաստ ունի իմ ստեղ թաքնվելը։ Երբ էլ Սերգեյին տեսնենք, նույն բանն ա լինելու։ Նույնը չի լինելու։ Այս ընթացքում կրքերը կհանդարտվեն։ Հետո դրան կտենանք, ամեն ինչ նորմալ կլինի։ Այդ մեկը չեղավ, ոնց թե կտենանք։ Առանց ինձ ոչ մի բան չանեք, Վրշո։ Ախպերական մի քանի օր համբեր էլի։ Ամեն ինչ կհարթվի կգնա, սենց հո չի մնալու։ Ես արդեն սկսում եմ ջղայնանալ։ Անցած գնացած պատմությունը ինձ չպետք է խանգարի։ Էդ էլ կանցնի էլի, մի քիչ համբերել ա պետք։ Մայրդ ինչ նախասիրություններ ունի, ինչ է սիրում։ Նենց ես պատրաստվում, ոնց որ քննություն ես անցնելու։ Հա, սա ինձ համար շատ կարևոր է ու ես չգիտեմ ինձ ոնց պահեմ։ Էնպես ինչպես որ կաս։ Արհեստական ոչ մի բան պետք չի։ Իսկ եթե ինձ ինչ-որ հարց տան, ինչ եմ պատասխանելու։ Չգիտեմ, ես արդեն լարվել եմ։ Շատ իզուր։ Սար, իրականում ես շատ հիանալի ընտանիք ունեմ։ Մաման առաջի հայացքից գուցե խիստ տվա, բայց իրականում տենց չի։ Տիկին Էլիզան շատ փխրուն սիրտ ունի։ Իսկ պապադ։ Պապայի համար դու խելագարվելու ես։ Լուսին էլ կհավանես։ Եղբայրդ։ Սար,
Այդ աստիճան էլ պետք չի։ Արսենը շատ լավ տղա է, կսիրես Արսենին։ Չգիտեմ։ Ինչ եղավ։ Պիտի գնամ։ Երեկոյան կգաս, չէ։ Ոչ չեմ գա։ Կգամ անպայման կգամ։ Լավ կսպասեմ։ Զինա ջան, բարի լույս։ Բարի լույս։ Բայց Արսենը ուր է։ Այն սենյակում ա քնել։ Ինչի։ Չգիտեմ։ Լավ, երեկոյան հյուր ունենք։ Ուզում եմ, որ դու Լուսին ինձ օգնեք, շատ գործ կա անելու։ Իջիցած։ Հիմա եկա։